Անցնող մի քանի տարիներին ամեն առավոտ արթնանալիս ես ամոթով եմ արթնանում ու կարծում եմ շատ մեր հայրենակիցներ։ Ամոթով այն գիտակցությունից, որ մենք կորցրել ենք մեր հպարտության աղբյուր Արցախը։ Ամեն անգամ գեղարքունիք գնալիս ամոթով եմ ապրում, երբ որ նկատում եմ, տեսնում եմ, որ այլևս չկան մեր զինված ուժերի, նաև իմ եղբոր պահած ու կահավորված մարտական դիրքերը։ Ամոթով եմ ապրում, երբ որ կապան գնալուց առաջինը դեմս դուրս է գալիս Ադրբեջանի դրոշը, երբ որ գնում ես ներքին հանդ ու հասկանում ես, որ գյուղը կիսված է։ Ամոթ էի ապրում անցած տարի սեպտեմբեր 13-ին, երբ որ Զինուշ ծրագիրը եթեր մտավ ու չարձանագրեց, որ 22 թվականին այդ օրը զոհվել է զինված ուժերի 264 զինծառայող։ Ամոթով եմ ապրում, երբ որ գնում էի ԱԱԾ սրբազաններին այցելության, 3 սրբազան նստած էին այն խցում, որտեղ ես տարիներ առաջ 90-ականներին նստած ու կյանքում չէի մտածի, որ այդտեղ կարող է սրբազան հայտնվել։ Ամոթով եմ ապրում, որ գիտակցում եմ վաղը ամենայն հայոց կաթողիկոսի եւ սրբազանների դատավարությունն է լինելու։ Իդեպ 37-ին 3 մեր սրբազաններ ԿԳԲ-ում նստած են, 37-ին բռնադատված են եղել 3 սրբազան։ Եվ վերջապես անցնող 5 օրերին ազգային ժողովի դալիճ մտնելից ամոթ եմ ապրում, որ տեսնում եմ, որ իմ ընկեր, մեր ընկեր Արթուր Սարգսյանը ազգային ժողովի падգամավոր հպարտ Սյունեցի այս դալիճում նստած չէ։ Ամոթով եմ ապրում, որովհետև գիտակցում եմ, հասկանում եմ, որ անզոր եմ, որ մեր նախկին գործընկերուհի Արեգնազ Մանուկյանը այսօր ապօրինի գտնվում է կալանքի տակ ու երեխուն չի հանդիպում։